Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիր նախագահ, դասախոս, մանկավարժ, հոգեբան Արմինե Դավթյանին։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող են հետևել նաև Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ Տիկին Դավթյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Դավթյան չէի կարող ձեզ չհրավիրել, որովհետև այս վերջի իրադարձությունները Մերձավան դպրոցի հետ կապված տարբեր վարկածներ եղան, քննադատություններ եղան, հանրային շերտերում այդ քննարկումները եղան եւ ի վերջո ձեզ չէի կարող չհրավիրել, որովհետև հենց ուսուցիչների իրավունքների պաշտպանությամբ կարծես թե դուք եք զբաղվում որպես հասարակական կազմակերպություն։ Հիմա նախ հասկանանք ինչու եղավ այդ միջադեպը, ովքեր էին մեղավոր կամ, այսինքն մեղավորների մասին երևի թե հետագայում մեզ կասեն պատկան մարմիններ, ովքեր կզբաղվեն դրանով, ընդհանրապես ինչու տեղի ունեցավ այս միջադեպը, որոնք էին այդ միջադեպի նախորդող իրադարձությունները եւ ինչպիսին կարող են լինել հետևանքները, եթե ճիշտ գնահատական չտրվի այս ամենին։ Իհարկե իրադարձություններին դեռևս հետևում եմ համացանցով եւ կապի մեջ դպրոցի ուսուցիչների հետ որոշակի տեղեկատվության տիրապետում եմ, բայց խնդիրը այստեղ միայն Մերձավանի դպրոցը չէ, կարող եմ ասել, խնդիրը այստեղ ոչ միայն պետական, այլ նաեւ համազգային կարելի է ասել արտացոլում էր մի դպրոցի մակարդակով, որովհետև այստեղ երևաց ոչ միայն ուսուցչի խնդիրը, այլ ընդհանրապես հասարակության խնդիրը ցանկացած իրավիճակին արձագանքելու։ Եթե մենք հիմնվենք պետական մարմինների արձագանքին, երևի թե կարելի ասել բացառիկ դեպքերից էր, որ պետական մարմիններից արձագանք եղավ իշահ ուսուցչի, օգուտ ուսուցչի, որովհետև կարծես թե մինչ օրս երբ ուսուցիչները բարձրաձայնում էին այդ խնդիրները, որ ծնողները չեն դաստիարակում, երեխաները չունեն բավարար մակարդակ եւ ուսուցչին կարող են հասցնել ինչ որ հոգեվիճակի, որտեղ պորտկում կարող է տեղի ունենալ, նախարարությունը միշտ աշակերտակենտրոն, ծնողակենտրոն, բողոքակենտրոն, այսպես մոտեցում էր դրսևորում եւ ուսուցչին ավելի հարկադրում էին վերևից ենթարկվելու կամ ազատվելու աշխատանքից, ուրեմն չեք կարողանում, ուրեմն չեք ճիշտ չեք եղել եւ այլն։ Ներողություն եմ խնդրում, մեր անցած հաղորդման ժամանակ դելի միջադեպերի հետ կապված երբ մենք հանդիպեցինք, դուք ասացիք, որ ուսուցիչը պաշտպանված չէ, թե դրսից, եւ թե ներսից։ Ներսից դրանք տնօրինություն եւ աշակերտներ ծնողներ, այսինքն եւ գոլեգաներ, այո, այսինքն եւ ոչ դրսից եւ ոչ դրսից, ոչ դրսից ուսուցիչը պաշտպանված չէր եւ նման դեպքերում, երբ աշակերտները թույլ էին տալիս անձարձակ կարելի ասել վարկածել, ուսուցիչը ոչ մի կերպ չէր կարողանում արձագանքել, որովհետև անմիջապես ծնող, վերադաս, թեժգից եւ այլն ուսուցչի վրա էին ամբողջ հարձակումները ուղղորդվում։ Բայց սա բացառիկ դեպք էր, որ արձագանք եղավ իշահ ուսուցչի եւ ալիք սկսեց նաեւ հանրության շրջանում, եթե նկատեցիք, երևի թե հանրության մեջ էլ ավելի բարձրացավ ուսուցչի հեղինակությունը, հայտնի մարդիկ սկսեցին արձագանքել, բայց այստեղ մի այլ պատկեր է առաջանում, հա, եթե իսկապես ուսուցիչը հասցրել է կոլեկտիվին, ծնողներին այդ խնդրին, այստեղ չէր կարելի նաև այդ կողմը բաց թողնել։ Այսինքն մենք սովոր ենք երևույթները դիտարկել միակողմանիորեն եւ կարծես թե ինչ որ այսպես կեղծ հերոսացման տենդենց ստացվեց, առանց քննելու իրականում կան պատճառներ, թե ոչ։ Թեպետ ես որպես հոգեբան կարող եմ ասել ուսուցչի հոգեվիճակը կարող է լինել նաև նրա անձնական պաշտպանական այսպես coping ստրատեգիան, որով ինքը փորձել է պաշտպանվել ոչ իրեն ընդունող կոլեկտիվում, դա նորմալ երևույթ կարող է լինել եւ դա վերագրվել այլ երևույթների, կարող է ուսուցիչը ունենալ եւ հոգեբանական խնդիրներ, կարող է նրա արձագանքը լինել եւ մանիպուլյատիվ եւ այլ ինչ որ նկատառումներով, բայց այստեղ պետք է իրապես երկկողմանի վերլուծություն իրականացնել, բայց այն որ ներկայացման ձևը, հա, ուսուցչին դատելու այս հանրային լինչի դատաստանը հանրային դաշտում դա անընդունելի մոդել է եւ շատ վատ կարող է ազդել ընդհանրապես եւ ազդում է հասարակական հեղինակության վրա ուսուցչի, դա արդեն իր էական նշանակություն ունեցավ ըստ էության։ Եվ կարծում եմ, որ այս պահին
վերադասը ունի մեկ այլ խնդիր ուսումնասիրելու նաև պատճառ հետևանքային կապերը եւ ուսուցչի առումով Ընդ որում մարզպետարանից նշեցին, երբ հանրային քննարկում էր կազմակերպվել հանրային հեռուստաընկերության մարզպետարանից նշեցին, որ այդ դեպքերի հետ կապված նախորոքել են, նախապեսել է եղել այցեր, այսինքն իրենք իմացել են դպրոցում այդ խնդիրների մասին, փորձել են այդ երկու նկատողությունները, հետո երրորդը Ինչու այդ ժամանակ ավելի բարձր մակարդակներում այդ հարցը չի քննարկվել, հնարավոր էր քննարկվել եւ ավելի դա նորմալ է ըստ այո, որովհետեւ ցանկացած խնդիր դպրոցի ներսում ճիշտ է, որ փորձի տնօրինությունը լուծել հենց դպրոցի ներսում։ Երբ չի ստացվում լուծել դպրոցի ներսում, անձանց փոխհարաբերություն, սուբյեկտ փոխհարաբերության մեջ, նոր բարձրանում է հաջորդ աստիճանը։ Հաջորդ աստիճան չի ստացվում, նոր բարձրանում է ավելի վեր մակարդակներ։ Միանգամից վերև երբեք խնդիրը չի հասնում, հա։ Այստեղ հարցը աշխատանքի տեսչական մարմիններ էր տեղեկացված, այսինքն սա հանրություն է, բոլոր կարգերը պահպանված էր, ուղղակի ըստ երևույթին ուսուցչի տեսակը իր պաշտպանական ձևերը հասցրել է ներ կոլեկտիվային այդպիսի ըմբոստության, որովհետև կոլեկտիվն էլ ասում է, որ խնդրահարույց մասնագետ է ամեն դեպքում, կոնֆլիկտային մասնագետ է, եւ դա երկկողմանի այստեղ խնդիրը եւ ուսուցիչն է, ուսուցիչների հեղինակության վրա ազդում ըստ էության, եթե ինքը բացասական կերպար է իր տեսակով, եւ երևույթները, որոնք կապվում են արդեն ուսուցչի հետ, դրանք եւս ազդում են ուսուցչի հեղինակության վրա։ Այստեղ երևի թե ավելի կարելի էր չգիտեմ, կոռեկտ ճանապարհներ գտնել, որպեսզի սա այսպիսի հանրային հնչեղություն չստանար։ Այսինքն քննարկումներ կազմակերպել եւ ոչ թե տեսախցիկներ, հոգեբանական հանձնաժողով կազմել, գուցե մարդը իսկապես ունի հոգեբանական առանձնահատկություններ, դժվարություններ, իրեն հոգեբանական աջակցություն կարելի էր ցուցաբերել, սխալվելու իրավունք ունի, այո, ուսուցիչը ունի անձնական իր կարծիքը ունենալու իրավունք, սխալվելու իրավունք եւ այլն, բայց կան սահմանադրական, օրենսդրական, բարոյական նորմեր եւ այլն, որոնք ուսուցիչը եթե անգամ խախտում է, այստեղ կարելի է հասկանալ աջակցության խնդիր է, թե օրենքով պատժելու խնդիր է։ Մենք դարձել ենք այսպես հանրային բոլորս դատավորներ, հա, բայց դա որպեսզի հասնի դատի մեղավոր եւ անմեղ որոշելու, մինչեւ այդ մենք ունենք բավականին ճանապարհ անցնելու ավելի քաղաքակիրթ ճանապարհներ։ Հետևանքները որը կարող են լինել, եթե օբյեկտիվ գնահատական չտրվի այս միջադեպին։ Կեղծ հերոսացումը։ Կեղծ հերոսացում։ Այո։ Կեղծ կերպարի, կեղծ հերոսական կերպարը կարող է խեղաթյուրել եւ հիասթափության նոր ալիք բարձրացնել, որովհետեւ իրականում մենք ունենք շատ ավելի արժանապատիվ ուսուցիչներ, որոնք կարող են ուսուցչի մանկավարժական հեղինակության արժեհամակարգի օրինակներ լինել հերոսացման։ Բայց այս պարագայում մենք զոհին ենք հերոսացնում, զոհով կարող է ունենալ խնդիրներ եւ աջակցության կարիք։ Ես հարգում եմ ամենայն անկեղծությամբ հարգում եմ եւ որպես մասնագետ որոշ դետալներ չեմ ուզում հանրայնացնել, գտնում եմ, որ անձը աջակցության կարիք ունի այս պահին, բայց մենք այդ կերպարը հերոսացնելով կարող ենք ստեղծել նոր հիասթափության ալիք ուսուցչի նկատմամբ, որտեղ առանց այդ էլ ուսուցչի մանկավարժական հեղինակությունը անկում է ապրել, հա, դրա կողքին այսպիսի հերոսացման զոհի հերոսացման կերպարը ընդհանրապես մեզ պետք չէ։ Տիկին Դավթյան, խոսեցինք ուսուցչական կոլեկտիվի, աշակերտների պահվածքի մասին ամեն դեպքում, տեսա նկարահանումները, արդյոք այդ հեռախոսների ներկայությունը դպրոցներում ամեն աշակերտի ձեռքին լինել, տեսեք ուսուցչին էլ էին մեղադրում, որ դու ինքդ նկարահանել ես կամ ինչ է։ Հնարավոր չէ գտնել այն գործիքակազմը, որով հնարավոր լինի արգելել այդ հեռախոսների օգտագործումը դպրոցներում, երեխաների ձեռքի տակ լինելը, դա արդյոք ինչ-որ իրավունք է խախտում, թե ուսուցչի, թե աշակերտի։ Եթե մեր ժամանակներում հեռախոսներ չեն եղել, կրթությունը ավելի բարձր մակարդակում է եղել, եւ մեր պարագայում երբեմն սիրում ենք, չէ՞, հները, նորերը կամ մանկավարժի ուսուցչի հանդեպ այդ հարգանքը եւ այն ժամանակ համարյա թե գրեթե մեծ մասը ընտրում էր մասնագիտությունը, երբ սիրում էր այդ առարկայի ուսուցչին։ Հիմա այս հեռախոսները, տեսանկարահանումները քաղաքակիրթ երկրներ, որոնք հանգել են այդ որոշմանը եւ դպրոցներում իսպառ արգելվում է հեռախոսով մտնել դասարան։
Ինչու համար, հա, եկեք սկսենք դրանից։ Հեռախոսը ինքը տեսակապի միջոց է, հեռախոսը ինֆորմացիայի միջոց է այսօր, հա, բայց դասի ժամանակ ուսուցիչը այն կարևոր սուբյեկտն է, որը ուղղորդում է երեխայի զարգացումը, ձևավորումը եւ զարգացումը։ Երբ դասարանում լինում է 2 կամ 3 ավելի սուբյեկտներ, դա արդեն կորցնում է իր ռեալ վեկտորը, հա, դառնում է մի քանի սուբյեկտների ազդեցություն, որի միջոցները խառնվում են իրար եւ երեխան արդյունքում չի կողմնորոշվում, որն է ճիշտ, որն է սխալ, ինչ ինֆորմացիա վերցնեմ եւ այլ եւ այլ։ Այստեղ մենք պետք է խորը գիտակցենք հեռախոսի դերը որպես սուբյեկտի, անկեղծ եմ ասում, որպես սուբյեկտ է։ Ինքը վերցնում է իր վրա ամբողջ երեխայի ուշադրությունը եւ սկսում է թելադրել իրենը։ Ուսուցիչը կորցնում է իր դերակատարությունը սովորեցնողի, դաստիարակողի եւ այլ դերակատարությունը։ Էլ չեմ ասում, որ հեռախոսը դառնում է շանտաժի միջոց։ Իբրև թե այսպես ճակերտավոր իրավունքների պաշտպանության շանտաժի միջոց ուսուցիչը լարվում է ինձ չնկարեն, երեխան լարվում է նկարեմ հանկարծ մի բան, որ ես կարողանամ ցույց տամ, հետո մեկը մյուսից պաշտպանվելու համար ես նկարեմ, ես ձայնագրեմ եւ այլ, դա արդեն շեղում է ամբողջ ուսումնական process-ը։ Ցածր արժե համակարգի, ցածր ուսումնառության մոտիվացիայի պարագայում հեռախոսը դառնում է գերիշխող գործիք արժեզրկման, դաստիարակության խնդիրների առաջացման եւ այլ։ Այստեղ պետական մակարդակով ոչ թե մեկ դպրոց է արգելի, որովհետեւ մի դպրոցը որ արգելում են, մյուսը ասում է չի արգելում, մյուսը ասում է բա տես, այս մյուսը չի արգելել, կողմնապահը իմ իրավունքների խախտում է, դա իմ գործիքն է, ինքը մոտ պետք է լինի, ծնողները ընդվզում են, որ բա ես չզանգեմ, այդ որ առաջ չէին զանգում, չէին իմանում, չգիտեին, որ իրենց երեխան դպրոցում է։ Բա գնացել է դպրոց, պիտի լինի դպրոցում, ինչ կապ ունի ամեն դասին հարցնել, բարև ձեզ, ոնց եք, բալիկ ջան, հաս կերել ես, դասը սովորել ես կամ ինչ-որ մի բան։ Երեխան առավոտ ժամ ունի, գնում է դպրոց, դուրս է գալիս դպրոցից, այդ ընթացքում ծնողը պետք է վստահ լինի, որ իր երեխան ապահով միջավայրում է։ Հատկապես այս վերջին իրադարձությունների հետ կապված երեխաների առևանգման մասին են խոսում, դեպքեր են արձանագրվում։ Այո, նման, ասենք, դեպքերից խուսափելու համար դպրոցը պետք է լինի ապահով պաշտպանված միջավայր։ Դա դպրոցի տնօրինության մակարդակով այդ խնդիրը պետք է կարգավորվի։ Այսինքն դա էլ է նպաստում ուսուցչի դերը գցելու, իջեցնելու։ Իհարկե, եւ այստեղից էլ է գալիս արդեն ուսուցիչը չպիտի իր հեղինակությունը եւ գործառույթները կիսի այլ գործիքի հետ, բացի ուսումնառության գործիքից։ Հիմա հեռախոսների մասին խոսեցինք, որ ուսուցիչների դերը ամեն դեպքում փոքր ինչ ձևով իջեցնում է ոստիկանների դերը, այսինքն ոստիկանների արկայությունը դպրոցներում, անցակետերի մասին ենք խոսում, որ հնարավոր է անցակետեր, սա ինչի մասին է կարող են խոսում։ անել դպրոցում ոստիկանություն մտցնելն է, որովհետև դպրոցը չպետք է լինի գաղութ, բայց պետք է լինի Թեկուզ այդ թմրանյութերի հետ կապված կասկածների եւ այլն։ կապված դպրոցից դուրս պետք է ոստիկանները վերահսկողությունը իրականացնեն, դպրոցի շրջապատում երեխաների անցուդարձը կարելի է Այսինքն ուսուցչի ինստիտուտ այնքան բարձրացնել, որ նաեւ ներքուս ոստիկան լինի եւ Այո, ոստիկանը ոչ թե ոստիկան, այլ կարգ կանոնը։ Ոստիկան չլինի, պետք է երեխաների գիտակցական մակարդակը բարձրացնել այդ բացասական երևույթներին ասելու ոչ։ Երեխան պետք է հասկանա, իսկ մեր ուսուցիչները շատ անգամ վախենում են խոսել այդ մասին։ Խոսում են մաթեմատիկայից, պատմությունից, ամեն ինչից, բայց ոչ կյանքի երևույթներից։ Կյանքի երևույթներին պետք է սովորեցնել բացասական երևույթներին ասել ոչ, դրականներին ասել այո։ Ընդ որում Ռոզա Դավթյանի դեպքում էլ կար, չէ, երբ նա ասել է, որ թուրքերի հետ կապված ինչ-որ բացատրություններ է տվել, դա արձև է ընդունվել։ Երեխան պետք է քննադատական մտածի, քննի երևույթները հասկանալու համար, որն է այո, որն է ոչ։ Վերահսկողությունը այս պարագայում ոչ մի խնդիր չի լուծի, եթե երեխան ունի սեփական համոզմունքներ, սեփական արժեհամակարգ եւ բարոյական գիտակցություն։ Ինչքան դու կարող ես վերահսկել ամեն երեխայի կամ հարց այստեղ, այդ դեպքում վերահսկողը որքանով ունի այդ արժեհամակարգը, բարոյական գիտակցությունը կամ ռեսուրսները, որ ինքը բոլոր երեխաներին կարողանա ապահովի։ Դրա համար դաստիարակությունը այն մեծագույն գործիքն է, որ դարեր շարունակ մանկավարժները դրել են հանրության եւ պետության ձեռքը, որ անձ ձևավորեն, որ անձը կարողանա դրականը բացասականից տարբերակի, ոչ թե միայն մաթեմատիկա սովորի, հայոց լեզու գրել, կարդալ եւ այլ մտածել սովորի, որ տարբերակի չարը բարուց, լավը վատից, տգեղը գեղեցիկից, որ ինքը կարողանա որոշում կայացնել եւ ընտրություն կատարել։ Սա է անձի ամենակարևոր չափանիշները, որ մենք այսօր դպրոցում ընդհանրապես չենք իրականացնում։
Պատորեն, եթե նորից Մերձավանի դպրոցին անդրադառնանք, աշակերտները այնտեղ ինքնուրույն էին այդ ամեն ինչը որոշումները կայացնում, թե Ոչ, աշակերտները էին։ ուղղակի արտացոլանքն էին հանրային դաշտի։ Հանրային դաշտի ցավալի արտացոլանքն էին։ Դա մեր ողբերգությունն է, ոչ միայն Մերձավանի դպրոցի։ Ես հարյուրավոր զանգեր եմ ստանում ուսուցիչներից, որոնց դպրոցներում նույն երևույթները կան, ուղղակի հանրայնացված չեն։ Այստեղ ծնողների պարտականությունների մեջ որն է մտնում։ Եվ արդեն մենք կարող ենք ինչու ոչ ասել, որ երեխաները անդաստիարակ վիճակով գնում են դպրոց։ Այսինքն դաստիարակության մասին է խոսում դպրոցում, բայց դաստիարակության խնդիրը կա նաև ընտանիքներում։ Այո, միշտ դա համագործակցային ինստիտուտներ են։ Ընտանիքը եւ դպրոցը յուրաքանչյուրն ունի իր գործառույթները։ Երբեք ընտանիքը չի կարող իրականացնել դպրոցի գործառույթը, դպրոցը ընտանիքի գործառույթը, որովհետեւ դրանք յուրաքանչյուրը գնում է իր ռելսերով։ Յուրաքանչյուրը իր պարտականությունների լայն շրջանակն ունի, հետո նեղ իրավունքների այսպես հատվածը, հա, այդ պարտականությունների շրջանակում ծնողը իր պարտականությունները ունի ձևավորելու անձ, որը պետք է գնա դպրոց, հետևի կարգ ու կանոնին, դպրոցի կանոնակարգերին, հետևի հարգանքի դրսևորում ունենա ուսուցչի, process-ի նկատմամբ, որպես քաղաքացի իր պետության նկատմամբ պարտականությունների գիտակցում ձևավորվի դպրոցում եւ այլը, դա սկսում է նորածնության շրջանից կարելի ասել։ Իսկ դուք ասում եք, որ սա առաջի դեպքն էր, երբ ի օգուտ մանկավարժի ուսուցչի եղավ վերևներից նախարարության կողմից արձագանքը։ Սա էլ է խոսում այն մասին, որ նոր ենք սկսում նշանակություն տալ, թե վերլուծում ենք այն իրավիճակը, որ իրականում ենք ունենք։ Ես կարծում եմ ուղղակի արդեն վիզուալ այնքան դեպքը արտացոլում ուսուցիչների ընդվզումը, որ չէր կարող նախարարը այլ կերպ արձագանքել։ Ինքը իր աչքով տեսավ երեխաների եւ ծնողների մակարդակը։ Եվ այսինքն այն ինչ որ ուսուցիչներն ասում են, մեկ անգամ տեսնելն ավելի լավ է, ուսուցիչները ընդդզում են կամ իրենք չեն կարողանում ոչինչ անել, չեն կարողանում, ուսուցչին այնքան են հեղինակազրկել, միշտ ուսուցիչներ մեղավոր ընդդզելուց։ Բայց այս անգամ շատ վիզուալ էր այդ ամենը։ Եվ պետք է սպասենք, տեսնենք ինչ ամեն դեպքում կբացահայտվի թե այդ նախապատմությունը որքանով էր ճշմարիտ, ամեն դեպքում տնօրենի հեռացման դիմումի մասին դեռ խոսք չկար, բայց երեք արդեն կարծես թե լուր տարածվեց, որ տնօրեններ փոխելով դպրոցում այդ միջավայրը, այդ իրավիճակը հնարավոր է շտկել։ Արդյոք տնօրենն է այդ ամենը կարողանում կառավարել, թե այստեղ ըստ այո։ Կարող եմ ասել, եթե տնօրենը լավ կառավարիչ է, տիրապետում է կառավարման հոգեբանության այսպես հմտությունների, որը պարտադիր է ցանկացած կառավարչի համար, խնդիրը չպետք է դուրս գար դպրոցի պատերից։ Այո։ Այստեղ ինքը կարող էր եւ մարզպետարանի եւ նախարարության հետ անձնական հարաբերությունների մեջ, անձնական շփումների մեջ հարցը բարձրացնել։ Եվ այստեղ տնօրենի դերակատարությունը կարելի է ասել 80-ից 90% է։ Եթե տնօրենը չի կարողանում արդեն իսկ ինքը խոստովանում է, որ ինքը լավ կառավարիչ չէ։ Բայց եթե տնօրենը ինքը կարողանում է ներքին ռեսուրսները օգտագործելով այդ հարցերը լուծել, օրենքի սահմաններում, աջակցության սահմաններում եւ այլն, այստեղ երբեք դպրոցից դուրս չի գալիս խնդիրը։ Բայց այսօր ցավալին այն է, որ շատ տնօրեններ նաեւ օգտագործում են պատժական ռեսուրսները, այսինքն չես կարողանում դիմում գրի դուրս արի։ Մարդիկ հարկադրված լռության մեջ աշխատում են, որպեսզի հասնեն թոշակային տարիքի եւ այլը, ճնշված, ընկճված հոգեվիճակում, սա էլ խնդրի լուծում չէ տնօրենների կողմից։ Պետք է դպրոցում այդ մթնոլորտը լինի առողջ, ոչ թե ճնշող, պատժական, այլ առողջ հարաբերությունների կարգավորման առումով։ Մենք այսօր պետության մակարդակով ունենք այդ խնդիրը։ Մենք անընդհատ պատժական միջոցների վրա ենք աշխատում։ Պատժականը պետք է լինի ծայրահեղագույնը, վերլուծականը առաջնայինը, վերլուծել, լսել բոլոր կողմերին, հասկանալ ինչ անել, չվնասելու սկզբունքով, հասկանալ, եթե վնասը կա, ինչ մասշտաբի է այդ վնասը, հասկանալ ինչ մասնագիտական ռեսուրսներ ունենք մենք, որ կարող ենք այս խնդիրը կարգավորել։
Հիմա օրինակ ինչպես իմանանք, որ Ռոզա Դավթյանի հանդեպ եղել է օբյեկտիվ եւ ճշմարիտ քննություն եւ գնահատականը կտրվի Պետք է լինի այստեղ որտեղ գուցե պաշտպանելու են տնօրենին, գուցե հակառակը, որտեղ պետք է լինի այդ օբյեկտիվությունը։ Ես առաջարկել եմ հանրային դաշտում ստեղծել հանձնաժողով, մասնագիտական հանձնաժողով ընդվորում, որը կարող է եւ Ռոզա Դավթյանի հոգեվիճակը վերլուծել, գնահատել, արդյոք նա կարող է ունակ է, կոմպետենտ է դասվարելու որպես մանկավար։ Գնահատման առումով ես չեմ ասում գնահատենք այդ մարդուն ընդհանրապես անորակության պիտակավորմամբ, գուցե մարդ իսկապես աջակցության կարիք ունի։ Եվ գնահատում պետք է լինի աջակցող, որպեսզի մենք իրեն օգտակար լինենք այն առումով, որ այդ մարդը գուցե պաշտպանվում է, գուցե իրեն այլ միջոցներ Գուցե ինչպես ինքն է ասում, իրեն հետապնդում են, հետապնդել են, ինքը պաշտպանվել է, ես դա նորմալ եմ ընդունում, որ մարդը կարող է պաշտպանության ընթացքում իրեն ինչ-որ բանով նիադեկվատ պահել։ Երբ մարդուն անդադ նայում են, անդադ հետևում են, այդ մարդը լարված է լինում եւ ավելի շատ է հաճախ սխալներ թույլ տալիս, քան երբ ինքը հանգիստ ապահով միջավայրում է աշխատում, դա էլ է նորմալ համար։ Մյուս կողմից հասկանանք տնօրենը իսկապես քայլերը ձեռնարկել է թե ոչ։ Գուցե մարզպետարանն է մեղավոր, որ այդ քայլերին ընթացք չի տվել, թերացել է։ Այդ դեպքում մարզպետարանի աշխատողների հետ կապված պետք է պատժական միջոցները կիրառել, ինչու՞ միանգամից հարվածի տակ դնել տնօրենին։ Գուցե մարդը ճիշտ քայլեր է նախաձեռնել։ Այստեղ մենք փաստորեն այս դեպքից ելնելով մենք խոսում ենք երեխաների դաստիարակության, դպրոցական կոլեկտիվի այդ հանդուրժողականության կամ մի խոսքով այս դեպքը արդյոք արտացոլում է նաև կրթության որակը։ Այո, իհարկե։ Անմիջական արտացոլանքն է։ Որտեղ եք տեսնում այդ որակի արտացոլումը։ Կրթության կարևոր նպատակը քաղաքացու ձևավորումն է։ Այն, որ աշակերտների նման մոտեցումներ այդ հորս արել եւ քաղաքացի չի նշանակում փողոցում, փողոցային բարբառով, փողոցային բառերով, ժարգոնով հարցեր լուծող անձ, որը հեղինակություն ունի, այնպեսին, որ ստեղծում է սոցցանցում։ Ինչպես ազգային ժողովում են շատերը անում, մենք ստեղծել ենք այդ ոչ քաղաքացու կերպար, ինչ որ արդեն խեղաթյուրված կերպար։ Հա քաղաքացին ավելի հանգիստ է, ավելի բարեկեշտ է, բարեկիրթ է։ Գիտի երբ որտեղ ինչ է խոսում, հա ունի հուզական ինտելեկտ, բարոյական ինտելեկտ, մտածողություն եւ այլն։ Մենք դա պիտի դպրոցում ձևավորենք երեխայի մեջ։ Դպրոցը այդ կառույցն է, որ գիտելիքը միջոց է դառնում քաղաքացի ձևավորելու համար, որ վաղ այդ քաղաքացին իր իրավունքներով եւ պարտականությունով կերտի պետականություն, կերտի պետություն։ Մենք գիտելիքա հեն դարձրել ենք, բայց ընդհանրապես արժե համակարգ, դաստիարակություն քաղաքացի չենք ձևավորում, տարիներ շարունակ այդ խնդիրը բարձրաձայնել ենք, այսօր հետևանքները քաղում ենք։ Եվ ծնողների մակարդակով, երբ ժամանակին այսպիսի հազվադեպ էին լինում, հա, ընդվզումները ծնողների կողմից ուսուցիչների հեղինակազրկով նախկինում էլ անդադ ասում ենք մի գցեք ուսուցչին, ուղղակի եկեք հասկանանք ինչ անենք, որ ուսուցիչը կարողանա դաստիարակել, ինչպես սովորեցնենք երեխային դաստիարակել, դա անհնարին չէ մասնագիտական առումով, մանկավարժական բուհը պիտի զբաղվի, վերապատրաստումներ կարող են լինել, հազար ու մի ձևեր կա, վարքաբանական ուղղություններ կա, որոնք կարող են ուսուցչին օգտակար լինել այս առումով, բայց միշտ ուսուցչին այսպես ստորադասել աշակերտից եւ ծնողից եւ բողոքող ծնողի պահանջը առաջ տանել ի վնաս մյուս աշակերտների եւ կրթության, դա եղավ հետևանքում այն ինչ որ տեսնում ենք։ Տիկին Դավթյան, տեսեք այդ օրերին էր Պուշկինի դպրոցում էր խառը իրավիճակ։ Մանկավարժական կոլեկտիվը եւ ծնողները պահանջում էին տնօրենին, որպեսզի թողնեն աշխատանքի եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ տեսեք մենք ասում ենք հասարակության արտացոլումն էր Մերձավանի դպրոցը, բայց այնտեղ էլ փաստորեն իրադարձություններ էին տեղի ունենում եւ շատ պարկեշտ ձևով, պատշաճ, այսինքն չեն կարող ասել, որ բոլոր տեղերում նույն վիճակն է։ Այո, բոլոր տեղերում նույնը չէ։ Միտեղ լավ, միտեղ վատ, միտեղ բարձր, բայց շատ է։ Գուցե եւ հենց դա գալիս է, ինչպես դուք եք ասում, տնօրենից է գալիս, եթե նա նորմալ կառավարիչ է եւ կարողանում է, փաստորեն Պուշկինի դպրոցում կարող ենք ասել, որ տնօրեն այնքան լավ կառավարիչ է եղել, որ թե մանկավարժական կոլեկտիվը, թե աշակերտները դասադուլ արեցին եւ թե ծնողները նրա կողքին փորձեցին կանգնել։ Այո, շատ այդպիսի դեպքեր կան։ Եվ գուցե սա այն վիճակն է, որ այդ լավերին պետք է ասել
ժողովրդավարություն է, այո, դա մոդել է, նա թերություն է, բայց նա ավելի շատ է այսօր ցավոք սրտի։ Եվ երկու տեղերում էլ պետության գործառույթն է այստեղ։ Պետության, հասարակության, համագործակցության, կրթության, բոլորի համագործակցությունը այստեղ խնդրի լուծման կարևոր բանալին է։ Չենք կարող մի կողմը մեղադրել, մի կողմը արժեզը, անգամ լրատվամիջոցները իրենց լուրջ դերակատարություն ունեն այստեղ։ Թեկուզ երեխաների դեմքերով այդ տեսանյութերը տարածելը, դա արդեն դա առաջին հերթին երեխաներին է հատկապես մարզերում, երբ համայնքները մեկը մյուսին ճանաչում են։ Այո, ուսուցիչների վիճակը մի բան չէ։ Այսինքն դպրոցին մենակ թողնել չի կարելի։ Վիճակը շատ ուսուցիչների, ովքեր ընդվզել են եւ գուցեև տեղին են ընդվզել, այսօր իրենց վիճակը շատ վատ է, որովհետեւ իրենց այդ տեսանյութերը տարածելով իրենք կարդում են, չէ, վերջին հաշվով ինչ են գրում իրենց հասցեին, դա բոլորի համար ստրեսային է։ Այստեղ կարելի է շատ ավելի անցավ լուծումներ գտնել։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, կարծես թե մենք բոլոր կետերին գրեթե անդրադարձանք եւ քանի որ վերջի զանգ, վերջի դաս եւ դպրոցներին աշակերտներ ունենք, որ այս տարի հրաժեշտ են տալու եւ ամեն դեպքում մենք գիտենք, որ դպրոցներում էլ թափուր տեղեր կան, այսինքն աշխատատեղերը թափուր են մնում, մանկավարժները չեն ուզում աշխատել կամ դա կապված է աշխատավարձի վճարման հետ կապված կամ այն մթնոլորտի կամ իրավիճակի, ամեն դեպքում ուսումնական տարին ավարտվում է, ինչ այստեղից կմաղթեք, կհորդորեք մեր ուսուցիչներին, ինչու ոչ նաև աշակերտներին, նրանց ծնողներին։ Եվ կարծում եմ նման փոքրիկ հաղորդումներով գուցե մենք խնդիրները բարձրաձայնենք, լուծումները դուք առաջարկեք, տեսեք ամեն դեպքում ինձ որպես քաղաքացի շատ հաճելի է լսել, որ դուք օբյեկտիվ քննության համար առաջարկում եք անկախ հանձնաժողով ձևավորել եւ արդեն որպես քաղաքացի ինձ մոտ վստահություն է առաջանում, որ այդ դեպքում, այդ հանձնաժողովի առկայության դեպքում իրոք օբյեկտիվ քննություն կլինի եւ կտրվի ճիշտ գնահատական։ Նախ ուզում եմ շնորհավորել մեր երեխաներին, մեր ուսանողներին, արդեն ապագա ուսանողներին, ովքեր բուհ են գալու, ողջունել եւ մաղթել իրենց կանաչ ճանապարհ, մասնագիտական անխոչնդոտ, այսպես անխափան ճանապարհ, բայց եռանդ սեր մասնագիտության նկատմամբ, որը ընտրել է։ Այսօր շատ մեծ խնդիր է մասնագիտական նաեւ կրթությունը։ Այսօր շատ մեծ խնդիր է նաև ուսանողների մոտիվացիան, մասնագիտության ընտրության մոտիվացիան։ Այո, մենք գնում ենք տնտեսական լուծումներով, որտեղ են բարձր ստանում, որտեղ ոչ, բայց պետությունը պետք է հավասարաչափությունը պահի այն ռազմավարական ինստիտուտների նկատմամբ ուշադրություն սևեռելով, որոնք մեր ապագան են ապահովում։ Այսօր շատ մեծ տեղ պետք է տալ մանկավարժական կրթության որակի խնդիրների լուծման առումով, պետք է վերանայել այն բովանդակությունը, որը տրվում է այդ ոլորտում, պետք է կարգավորել շատ նուրբ հարցեր կան, որ մենք պետք է գրավիչ դարձնենք հենց մանկավարժի մասնագիտությունը, որ այսօր նույնիսկ անգամ իրենց մասնագիտություն սիրող մարդկանց համար դարձել է անհրապույր կամ ցավագին դիմում գրելու պատճառ, որովհետև տեսնում են, որ հնարավոր չէ միայնակ պայքարել մի ողջ բանակի դեմ, հասարակության, ծնողների եւ սոցցանցերի դեմ պայքարել եւ իրականացնել իրական մանկավարժություն։ Մենք պետք է խրախուսենք դաստիարակող մանկավարժին։ Մենք առանց դաստիարակության այսօր դպրոցը, հասարակությունը կգնա իսպառ կործանման արժեհամակարգի տեսանկյունից, տնտեսության տեսանկյունից։ Վաղը մենք ունենալու ենք անգրագետ, անբարոյական բժիշկներ, արժեզուրկ ուսուցիչներ, եթե գնանել ուսուցչական ոլորտում, ինժեներներ, որոնք առանց բարոյական այդ ինդիկատորների, առանց արժեքային ինդիկատորների չեն կարող իրական պետականություն, քաղաքացիություն կառուցել։ Ես միայն այդ համոզմունքն ունեմ։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ, հարկ լինելու դեպքում կարծում եմ կրկին կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։